Մեր հաջորդ կապը Սանկտ Պետերբուրգի հետ է, որտեղից մեզ է միացել տնտեսագետ տվյալ.com հարթակի ղեկավար Աղասիթ Հավադյանը, բարև ձեզ Աղասի։ Բարև ձեզ։ Ենթադրում եմ Սանկտ Պետերբուրգ մեկնելու առիթը բիզնես ֆորումին մասնակցելն է։ Նաև բիզնես ֆորումի մասնակցելն է եղել, այո։ Լավ, անցնենք հրատապ խնդրին, դա մեր անմիջական հարևանությամբ իրադրությունն է գնալով ծանրացող, ինչ ես կարծում, Աղասի, ժամանակն է չափել իրանական պատերազմի մեզ սպասվող հետևանքները։ Դեռևս դժվար է ասել, բայց իրավիճակը օրեցօր վատանում է եւ Տրամպի կառավարությունը դրդված չէ կանգնացնել արագորեն այս պատերազմը, ընդհանուր առմամբ իրենք ուկրաինական հակամարտությունից իրենց ամբողջ հայացքը այս պահին կամաց փոխում են դեպի Պարսկաստան, հասկանալով, որ ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինայի շանսերը ավելի քիչ են, նույնիսկ այս վերջերս մեծ յոթնյակի հանդիպմանը Թրամփը արագորեն դուրս եկավ, երևի թե մի քանի ժամ այնտեղ անցկացնելով, չուզենալով հանդիպել Զելենսկիի հետ։ Սա Հայաստանի Հանրապետության համար այնքան է լավ չէ, ընդհանուր իր Պարսկաստանի վիճակը, որովհետև ինչքան մեր անմիջական հարևանների վիճակը վատթարանա, այնքան դա մեր վրա վատ կարող է անդրադառնալ։ Այսինքն էական չէ, Թուրքիայում է պատերազմ, Ռուսաստանում է պատերազմ, Վրաստանում է պատերազմ, ինչքան այդ պատերազմը երկար շարունակվի, այնքան մեր տնտեսական վիճակը ավելի կվատթարանա եւ քաղաքական վիճակն, այսինքն զուտ մեզ ձեռք չի տալիս թույլ Պարսկաստան, Իրան Իսլամական Հանրապետություն եւ այս պատերազմը նույնպես ձեռք չի տալիս։ Ճիշտ է, մեր անմիջական հարևանները եւ Ռուսաստանը հիմնականում եւ BRICS+ անդամ պետությունները փորձում են արագորեն դադարեցնել այս հակամարտությունը, սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը հակված է այն շարունակել։ Հայաստանի փոխվարչապետն արդեն ասում է, որ կան լոգիստիկ խնդիրներ։ Ենթադրում եմ վերաբերում է ուղիղ արտահանման ու ներմուծմանը այդ ճանապարհով։ Դա էլ կա, ճիշտ այս պահին տնտեսական վնասները այնքան են մեծ չեն, որովհետև Հայաստանի եւ ճիշտ անմիջական հարևան է Իրանի Իսլամական Հանրապետությունը, բայց մեր առևտրաշրջանառությունը այնքան է մեծ չի, հիմնականում արտահանվում է լույս գազի դիմաց, այսինքն մենք գազ ենք ներմուծում, լույս արտահանում ենք, ճիշտ այս վերջին ժամանակահատվածում առևտրաշրջանառությունը ակտիվացել է, հատկապես որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դարձել է BRICS+ անդամ պետություն, իսկ BRICS+ անդամ պետություններ եւ ԵԱՏՄ պետությունները, իսկ Հայաստանի ԵԱՏՄ պետությունը անդամ պետություն է, ունեն ազատ առևտրի համաձայնագրի որոշ տարեր, այսինքն մենք կարող ենք Իրանի Իսլամական Հանրապետությունը շուկան որոշակի օրեն ներկայացնել մեր ապրանքները, որը երևում է որոշակի օրինաչափություն կա, եւ մեզ ասպես ասած լուզված եւ թույլ Պարսկաստան չի տալիս, որտեղ մենք պիտի դիվերսիֆիկացնենք մեր արտահանման շուկան, իսկ առաջին դիվերսիֆիկացման ուղին դա միջին արևելքն է, այսինքն եթե օրինակի համար Սիրիայի չքանդվեր, Իրաքը չքանդվեր, շուկաներ ուսումնասիրել, այս բանը ճիշտ է, այդ ուղղություններով ծխախոտի մեծ քանակություն ենք արտահանում, բայց մեզ իրականում ձեռք չի տալիս, որպեսզի այսպես ասած այդ մեծ տնտեսական վնասներ գրի Պարսկաստանը։ Մյուս կողմից, Աղասի, Հայաստան-Հնդկաստան կապը նույնպես իրականացվում է Իրանով։ Խնդրեմ կկրկնեք հարցը։ Հայաստան-Հնդկաստան կապը Իրանով է իրականացվում։ Այո, Հայաստան-Հնդկաստան կապը նույնպես Իրանով է կայացվում, դա էլ, այսինքն մենք ոչ միայն տեսնում ենք այս պահին Իրանի հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունների հետ առևտրաշրջանառության վայրացում, այլ երրորդ պետությունների մեջ, որոնց մեջ նաև Հնդկաստանն է։
սա էլ է մեծ խնդիր ու ընդհանուր առմամբ անորոշության դաշտը մեծանում է օրեցօր Ամերիկայի Միացյալ Նահանգների վարած քաղաքականությամբ Աղասի պարադոքսն այն է, որ այս խնդիրներն առաջացել են վրացական անցակետում ստեղծված իրավիճակին զուգահեռ։ Այո, եւ սա բացասական է, որովհետեւ փաստացի դրական չի անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա, որտեղ կամաց մեր տնտեսությունը շրջափակման դե ֆակտո շրջափակման մեջ է առնում, դրա համար եմ ասում, մեր չի ձեռ տալիս մեր հարևանների որևիցե մեկի տնտեսական կամ քաղաքական մեծ ասենք փոփոխություններ, որպեսզի տեղի ունենան։ Բացի դրանից 2025 թվականը տնտեսապես այնքան էլ բարվոք տարի չի Հայաստանի չի կարող է այնքան էլ բարվոք տարի չլինել Հայաստանի Հանրապետության համար եւ առևտրաշրջանառության ուղիների սահմանափակումը եւս կարող է բացասական անդրադառնալ մեր տնտեսության վրա։ Արդեն իսկ մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետության առևտրի կրճատում օրինակ արտահանումը 12 ամսա կտրվածքով արդեն 10 միլիարդից ցածր է, հիշեցնեմ, որ տարվա վերջ 2024-ը մենք փակել ենք 13.1 միլիարդ դոլար առևտրաշրջանառությամբ, այսինքն փաստացի, այսինքն Խոսքը ԵԱՏՄ շուկայի մասին է։ Ընդհանուր արտահանման մասին է խոսքը, այստեղ խնդիրն ինչու՞մ է, որ մեր արտահանումը պղծվել է ոսկու վերարտահանման եւ ցուցանիշները այսպես ասած 24 թվականի ցուցանիշների 62%-ը եղել է ոսկու եւ ադամանդի ժամանակավոր վերարտահանումը, որը փոխարկել է տնտեսության իրական վիճակը, որովհետեւ 24 թվականին ճիշտ է մեր արտահանումը 54%-ով աճ արձանագրել, սակայն ավանդական ապրանքների ավարտահանումը դեպի ավանդական ուղղություններով բավականին ակում է ապրել դեպի ԵԱՏՄ մեր հիմնական շուկա արտահանումը անկում է ապրել 24 թվականին 10%-ով, իսկ դեպի Եվրոմիություն 14%-ով։ Հիմնականում սա քողարկվել է ոսկու վերարտահանմամբ, որը նորից նշեմ ահավոր 63%-ն է եղել մեր ընդհանուր արտահանման։ Վերադառնանք վրացական խնդրին, վրացական անցակետում ստեղծված խնդրին, աղազի ունեք տեղեկություն, ինչու է խնդիրը հենց հայկական կոնյակի հետ առաջացել։ Տեսեք, սա կարող է եւ որակական հարց լինել, եւ քաղաքական հարց լինել։ Երկուսն է չի բացառվում։ Նշեմ, որ 2022 թվականին Հայաստանի արտահանումը դեպի Եվրո, դեպի ԵԱՏՄ աճել է ավելի քան 3 անգամ։ Ու հիմնականում դա աճել է ոչ թե որակի հաշվին, այլ քանակի հաշվին։ Այսինքն կոնյակն էլ մենք տեսել ենք, որ միանգամից 3 անգամ կոնյակի արտահանումը ավելացել է։ Հասկանալի է, որ մենք չունենք այդպիսի ծավալներ կոնյակի արտահանման եւ հասկանալի է, որ հայը դեպի Ռուսաստան սկսվել են արտահանել ոչ այնքան բարձր կոնյակի սպիրտային հիմքով կոնյակ, որը նույնիսկ կասկածելի ծագում կարող է ունենալ։ Այս տեսանկյունից կարող է եւ արդարացված լինեն այդ ասպես ասած կանգնեցումները, սակայն ավելի հավանական է, որ սա ունի քաղաքական բնույթ, ճիշտ է Հայաստան հանդիսանում է ԵԱՏՄ անդամ պետություն եւ ըստ էության ԵԱՏՄ համաձայնագրի 4-րդ հոդվածի մեր պետությունների միջև պետք է մենք տեսնենք ապրանքների ծառայությունների, ինչպես նաև աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժ, բայց հասկանալի է ոչ մաքսատուրքային խոչընդոտներ կարող են ստեղծվել, որ խոչընդոտեն մեր ապրանքների արտահանումը, օրինակի համար մաքսատուրքերում որոշակի խոչընդոտներ դնելը, սա կարող է քաղաքական լինել։ Այսինքն երկուսն է չի բացառվում, որ որակի խնդիրներ կա, քաղաքական խնդիրներ կա, որովհետև շատ հաճախ դեպի Ռուսաստան գնացող ապրանքը ճիշտ է որակի խնդիր ունի, բայց դրա վրա շատերը աչք են փակում, որովհետև Ռուսաստանում կոռուպցիայի մակարդակը բավականին բարձր է։ Ինչն է արժևորում ռուբլին, Վաղասի։ Ռուբլուն ինչ է սպասում։ Ինչն է արժևորել ռուբլին։ Դա կոմպլեքս խնդիր է,
հիմնականում ռուս-ուկրաինական հակամարտության տեսլականից այն որ բոլորը տեսնում են որ Ռուսաստանը ավելի հաղթական է այս պահին ընդհանուր առմամբ նշեմ որ փոխարժեքը իրեն մեջ ներառում է հավատ առույթի եւ պետության տնտեսության հանդեպ ինչքան այդ հավատը մեծ է այնքան փոխարժեքը ակում ունի ամրանալու այսինքն եթե տնտեսվարողները ունեն տեսնում են որ ասենք պետությունը ավելի ամուր է կամ կա հավատը այդ տնտեսության հանդեպ ամրանում է ապա նաեւ փոխարժեքն է սկսում ամրանալ այս պահին այսպես ասած ինչու համար արժեզրկվեց փոխարժեքը բացի ասենք եթե պատմությամբ նայենք օրինակ 2022 թվականին ինչու համար ռուբլին փոխարժեք արժեզրկվեց 1 դոլարը 70 ռուբլուց այն ժամանակ մինչև 110 որովհետև բացի սանկցիաներից համաշխարհային խաղացողները կորցրեցին հավատը Ռուսաստանի տնտեսության հանդեպ դրա համար արժեզրկումը տեղի ունեցավ դա պատճառներից մեկն էր այս պահին հակառակն է տենդենսը տեսնում են որ առաջին հերթին Թրամփի կառավարությունը որոշակի այսպես ասած զիջումների է գնում Ռուսաստանի կառավարությանը եւ այս վերջին ընթացքում նաեւ այսպես ասած Զելենսկիի կառավարությանը ընդհանրապես չի օժանդակում, նույնիսկ խոսապում է, համարելով, որ այս հակամարտությունը արդեն իսկ պարտված է, դրա համար համաշխարհային խաղացողները տեսնում են, որ հավատը բարձրանում է Ռուսաստանի եւ ռուսական տնտեսության հանդեպ եւ ռուսական ռուբլին ամրանում է։ Եթե այս նույն տրամաբանությամբ գնա եւ Ռուսաստանը իրականում հաղթանակի կամ իրականում շարունակի ավելի տարածքներ գրավել, քանի որ նորից նշեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ուշադրությունը Ուկրաինայից այս պահին շեղվում է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն այնքան ռուբլին շարունակել է ամրանալ։ Սա ասենք որպես սա այսպես ասած կոմպլեքս մենք պիտի հասկանանք, որովհետև մի տեսանկյունից ռուբլու ամրացումը խթանելու է Հայաստանի Հանրապետության ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստանի դաշնություն եւ կարող է մեծանալ կախվածությունը Ռուսաստանի դաշնությունից եւ արտահանումը դեպի Ռուսաստանի դաշնություն մյուս կողմից էլ քանի որ այսպես ասած զինամթերքը շեղվել է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ ամբողջ ուշադրությունը դա այսպես դա բացասական կանդրադառնա մեր հարավային հարևանի Իրանի Իսլամական Հանրապետության վրա եւ այստեղ մենք կարող ենք գրել այդ ուղղությամբ տնտեսական վնասներ ինչքան այդ պատերազմը արագորեն դադարվեցի այնքան մեր օգուտն է բայց այս պահին տնտեսական վնասները դեռևս չեն զգացվում, սակայն եթե շարունակվի մենք դրանք կզգանք, նաև կզգանք, կարող ենք զգալ մարդկանց արտահոսքը Իրանից դեպի Հայաստանի Հանրապետություն։ Դե այդ արտահոսքը արդեն կա, գալիս են տարբեր երկրների քաղաքացիներ, բայց ամենակարևորը կանգնել է զբոսաշրջությունը Իրանից դեպի Հայաստան։ Մեկ անգամ եւս կարող եք հարցը կրկնել, կներեք ինձ։ Իրանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքն է կանգնել։ Այո, այս պահին այդ հոսքը կանգնել է, որովհետեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը իր խնդիրները ունի։ Դե մենք այստեղ արդեն կոնկրետ վնասներ կրում։ Սակայն եթե խնդիրը շարունակվի, բանը մենք կստեսնենք ոչ թե զբոսաշրջիկների, այլ ռելոկանտների հոսք, Բայց տեսնենք, իրականում իրավիճակը բավականին բարդ է, Թրամփի կառավարության որոշումները, այսպես ասած, հույս կար, որպեսզի որոշակի նորմալիզացում մտցնեին համաշխարհային տնտեսական դաշտում Թրամփի կառավարությունը, որովհետև նախընտրական արշավում որոշակի տարօրինություն է խոսք տվել եւ ավելի ուշադրություն դեպի ներքին Ամերիկայի Միացյալ Նահանգների խնդիրների վրա, բայց մենք տեսնում ենք, որ դա այդպես չէ, որ անվերջ պատերազմների քաղաքականությունը շարունակվում է եւ ասենք արդեն իսկ ուշադրությունը շեղվում է ոչ թե ռուս-ուկրաինական պատերազմ, այլ միջին արևելք
Բացի այդ մենք տեսնում ենք, որ Տրամպի կայացած որոշումները ավելի շատ խոճապ են հանգեցնում համաշխարհային շուկայում, կարող են օրինակի համար այս վերջերս Տրամպի կայացած որոշումները, որ մաքսատուրքեր է դնելու բոլոր աշխարհի պետությունների վրա, հետո կամաց դրանք կատարեց այդ մաքսատուրքերի պահով, դա էլ է բացասական անդրադառնում եւ անորոշության դաշտը մեծացնում համաշխարհային շուկայում եւ եթե նույն շարունակությամբ շարունակվի, կարող է այս ամենը նույնիսկ ինչու ոչ բերել համաշխարհային ճգնաժամի եւ Ամերիկայի դիրքերի զիջմանը, որ նույնպես մեզ ձեռք չէ տալիս, որտեղ ուշ թե շուտ դա էլ է մեզ հարվածելու։ Այսօր այսքանը, շնորհակալություն, որ միացար մեզ, Աղասի։ Ես եմ շնորհակալ։ Աղասի Թավադյան, տնտեսագետ, տվյալ.com արտակի ղեկավար։